Բարի լույս սիրելիներս։ Տեր Հայր, որոնք են տարբերությունները Հիսուս Քրիստոսի և սուրբերի բարեխոսության։ Գիտեք սիրելիներս, նրանք ովքեր մերժում են սուրբերի բարեխոսությունը, եթե հասկանան, որոնք են տարբերությունները Քրիստոսի բարեխոսության, հարցը կլուծվի եւ նրանք չեն մերժի եւ հրեշտակների եւ սուրբերի բարեխոսությունը։ Մի քանի կետերով փորձեմ բացատրել որոնք են։ Առաջինը սիրելիներս, մենք պետք է գիտակցել, որ Քրիստոսի բարեխոսությունը պահանջ է, իսկ սուրբերի բարեխոսությունը խնդրանք։ Հիսուս պահանջող է, իսկ սուրբերը խնդրողներ։ Հիսուս Քրիստոս հոր առջև ինքը միջնորդում էր արյամբ, որպեսզի մենք փրկվենք։ Հիշենք Հիսուսի խոսքը խաչի վրա. Հայր, ների նրանց, որովհետև չգիտեն թե ինչ են անում։ Հիսուսի խոսքը այստեղ պահանջ է երկնավոր հորը, որ իրեն խաչողներին ների, ոչ թե խնդրանք։ Ինչու, որովհետև Հիսուս կարող էր պահանջել, քանի որ իր արյամբ ինքը միջնորդեց, որպեսզի մարդիկ փրկվեն։ Բայց սուրբերը չեն կարող միջնորդել, սուրբերը բարեխոսում են հոր ողորմություն նրանց համար, ովքեր մեղավոր կյանքի մեջ են եւ չեն գիտակցում, թե ինչ են անում։ Երկրորդ հիշենք Հովհաննես առաքյալի ընթանական նամակի այս խոսքը. Սիրելիներս, այս ամենը գրում եմ ձեզ, որպեսզի մեղքի մեջ չընկնեք։ Իսկ եթե հանկարծ մեղքի մեջ ընկնեք, հիշեք, որ մենք հոր մոտ ունենք Հիսուս Քրիստոս արդարին, ով բարեխոսում մեզ համար։ Ուրեմն Հիսուս Քրիստոս կարող է իր հոր առջև բարեխոսել, մաքրել ու սրբել մեզ մեղքից։ Այն հավատաց, որ մեղքի մեջ է ընկնում, կարող է մաքրվել եւ սրբվել Հիսուսի բարեխոսությամբ։ Սուրբերը չեն կարող մաքրել ու սրբել մեզ, այլ հակառակը, նրանք բարեխոսում են, որպեսզի հոր գթությունը, ողորմությունը, ներողամտությունը արթնացնեն յուրաքանչյուր մարդու փրկության համար։ Երրորդ, Հիսուս Քրիստոս իր բարեխոսությամբ մեզ փրկեց, ապահովեց մեր փրկությունը եւ հետո իր միջնորդությամբ պահպանում այդ փրկությունը։ Երբ որ Հիսուս Քրիստոս փրկեց մարդկանց, փրկությունը բերեց, ինքը հրեշտակները սուրբեր այլևս բարեխոսում են Աստծո առջև, որպեսզի մարդը մներ փրկության մեջ։ Հիսուս մեզ փրկություն պարգևեց, բայց այդ փրկությունը պահպանելու համար մենք կարիք ունենք թե Հիսուս Քրիստոսի բարեխոսության, թե հրեշտակների, թե սուրբերի։ Հիսուս Քրիստոս ձրիաբար է բերում մեզ այդ փրկությունը։ Հիսուս Քրիստոս իր արյամբ մաքրեց, սրբեց եւ փրկեց, բայց մարդ, ով կամորապես չի գալիս դեպի այդ փրկությունը, սուրբերը բարեխոսում են, որպեսզի մարդիկ ճանաչեն Հիսուսի փրկությունը։ Եթե մենք չաղոթենք անհավատ մարդկանց համար, Տիրոջը չխնդրենք, որ նրանց քարացած սրտերը փափկացնի, նրանց սրտերը ջերմացնի դեպի Քրիստոս, այդ մարդիկ չեն կարող հասկանալ Քրիստոսի ավետարանը։ Մարդիկ, ովքեր չեն ճանաչել, չեն զգացել, չեն լսել Քրիստոսի մասին, կարիք ունեն մեր եւ սուրբերի բարեխոսության։ Սուրբերը երկնքի արքայության մեջ բարեխոսում են Տիրոջը, որպեսզի Տերը գթությամբ սպասի, համբերությամբ սպասի, մինչև այս մարդը փրկվի, քանի որ Տիրոջ կեցվածք այսօր համբերություն է, որովհետև Տերը կամենա ոչ թե մեղավորի մահը, այլ յուրաքանչյուր մեղավորի դարձը եւ փրկություն։ Վերջապես, սիրելիներս, Քրիստոս միջնորդեց, փրկեց մեզ այն ժամանակ, երբ որ մենք իրեն չէինք ճանաչում։ Իր փրկությունը բերելուց հետո կարիք կա, որպեսզի մարդիկ հաստատում մնան այդ փրկության մեջ։ Եվ դրա համար է, որ մենք աղոթում ենք յուրաքանչյուր մարդու համար, նաև սուրբերին ենք խնդրում երկնքում բարեխոսել այդ մարդկանց համար, որպեսզի իրենց փրկությունը չկորցնեն։ Ինչու Պողոս առաքյալն ասում է. քննեք ձեզ եւ տեսեք, արդյոք նույն հավատքի մեջ եք, երբ որ հավատացիք եւ այսօր։ Մենք շատ հաճախ ողջավորությամբ ընդունում ենք Քրիստոսին, հավատում ենք, բայց որոշակի ժամանակ հետո դկարանում, թուլանում եւ անտարբեր ենք դառնում, որpիսի այս աշխարհը մեզ չկլանի, այս աշխարհը մեզ իր գեղեցկությամբ, իր գայթակղությամբ մեզ չգրավի եւ մենք Քրիստոսից հեռանանք, մենք կարիք ունենք սուրբերի բարեխոսության, որպեսզի մեր հավատքը, մեր փրկությունը, Քրիստոսի սերը չկորցնենք, այլ Տիրոջ զորությամբ, ներողամտությամբ, գթությամբ կարողանանք պահել ու պահպանել, որպեսզի Տերը մեզ փրկի եւ հավիտենական կյանքին արժանացնի։